Արդյոք գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ, Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը։ Իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի դեսպանատան դիմաց։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք։ Ինչու է հեղուկ գազի գինը վերջին օրերին շեշտակի բարձրանում։ Ամենօրյա մթերքի գները կտրուկ աճել են, քաղաքացիների բեռն ավելացել։ Բախվել են Արթիկ Երևան երթուղու գազելն ու գազ 69 կա 8 վիրավոր։ Հայաստանում կուրության պատճառների կառուցվածքում գլաուկոման զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանում հայ գերիներին արգելել են աստվածաշունչ կարդալ, անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Բաքվում պահվող 15 գերիների գործով դատը ավարտված է, ամսվա վերջին կհրապարակվի դատավճիռը։ Իսկ թե ինչու են միտումնավոր ձգձգում Ռուբեն Վարդանյանի գործը, պարզել է Էդվարդ Պողոսյանը։ Գրքերից միայն աստվածաշունչը չի կարող հասնել Բաքվի զնդան պատանդարված հայերին, արգելքը հստակ է, այս հանգամանքը չի վրիպել միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցչի ուշադրությունից, այն որ քրիստոնեությունը նույնպես Բաքվում դատում են, Սիրանուշ Սահակյանը հիմնավորում է նաև կրոնական սիմվոլիկան Ադրբեջանի բանտից ամբողջությամբ առգրավելու իշխանությունների որոշումներով, հավաքել են ամեն ինչ, նույնիսկ հայերի դաջվածքներն այրել։ Ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաև կրոնական ասպեկտ, այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ, քերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը, թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին։ Բաքվի ֆարսն արդեն ուղիղ 1 տարի դատարանից տեղափոխել են ռազմական տրիբունալ։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, նախաքննության փուլում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը միասնական էր։ Արցախի նախկին բոլոր առաջնորդները, նաև 8 գերիները, որոնց ադրբեջանցիները պատանդարել էին 2023-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, միասին էին կանգնել դատարանի առաջ։ Նույնն էին մեղադրանքները, հնարովի ապացույցները, սակայն դատավարական կոնկրետ փուլում Ալիևի դատարանը որոշեց առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը։ Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում։ Եվ Վարդանյանի եւ արդեն 15-ի միասնական գործով ընդհանուր շուրջ 150 դատական նիստ է եղել։ 1 տարվա դատավարական շոուն ամփոփելով Սահակյանն ուղիղ ձևակերպում է կոնկրետ փաստեր, այդպես էլ չտեսանք։ Այս ընթացքում բացառապես քաղաքական թեզերն են թարգմանվել իրավական լեզվով։ Ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, դրա ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելիություն եւ ի նպաստ գործունեություն եւ սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարների։ Օրերս Հայաստանում դատապարտված սիրիացի վարձկանահաբեկիչները տեղափոխվեցին Սիրիա, Ադրբեջանից հայրենադարձվեցին 4 գերիները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը քաղաքական երկխոսության շրջանակում հնարավոր է, Սահակյանը նախ տեղեկացնում է, 15-ի գործով Ալիևի դատարանը հավանաբար մինչև այս ամսվա վերջ դուրս կգա խորհրդակցական սենյակից, կհրապարակի վճիռը, իսկ քաղաքական գործոնը մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի համոզմամբ այս ամբողջ ընթացքում էլ ճնշել է իրավականությանը։ Նրանց վերադարձի պարագայում ես եւս իրական համարում եմ, որ առանց ձևականությունների հնարավոր է վերադարձ ապահովել եւ մենք ունեցել ենք նաեւ տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ,
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ Ամբաստանյանը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ուստի պետք է կարճել այդ վարույթը։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի գործին, ապա այստեղ իրավապաշտպանը տպավորություն ունի, թե ադրբեջանցիներն առայժմ փորձում են միտումնավոր ձգձգել գործընթացը։ Նոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ կան, նաև զանգերը տուն զգալի քչացել են։ Էդվարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հեղուկ գազի գինը վերջին օրերին բարձրանում է լույսի արագությամբ, սոցիալական ցանցերում քաղաքացիները ամեն օր հրապարակում են գազի նոր սակագինը։ Այսօր արդեն որոշ լցակայաններում հեղուկ գազի գինը հատել է 300 դրամի սահմանը, նաև դեֆիցիտ է առաջացել, շատ գազալցակայաններ չեն աշխատում։ Հայաստանը հեղուկ գազը հիմնականում ներմուծում է երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից։ Հեղուկ գազի շուկայում ոչ միայն ապրանքի վաճառքի դեֆիցիտ է, այլ գները ժամ առ ժամ բարձրանում են։ Մինչև ամանոր, եթե 1 լիտր հեղուկ վառելիքը վաճառվում էր 190-ից 200 դրամով, վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հեղուկ գազի լիտրը 50 եւ ավելի դրամով բարձրացել է։ Լցակայաններում վառելիք չեն վաճառում, շատ տեղերում էլ կտրոնով են առուվաճառքն իրականացնում։ Լցակայաններ էլ կան, որտեղ հեղուկ գազի լիտրը 260 դրամի է հասել։ Ասենք առավոտ լցրել եմ նույն լցակայանից 210 դրամով, իրիկուն եկել եմ 250-ով եմ։ 2 օր առաջ եմ լցել մոտ 260 դրամով, որտեղ որ գրած է 260 գոյություն չունի, 280 եւ ավելա։ Տեղեր կա, որ չել վաճառում դեֆիցիտ է։ Դեֆիցիտ է գազ 1000-ից մի տեղ կա։ Վերև 280-ա, բայց ոնց որ էլի չկա։ Ինչու է հեղուկ գազի վառելիքի շուկայում նման իրավիճակ ստեղծվել։ Ինչու է այս վառելիքը թանկացել։ Հեղուկ գազի վաճառքի կենտրոններից տեղեկացին, որ վառելիքի դեֆիցիտի պատճառը նախ վերին Լարսում ստեղծված իրավիճակով է պայմանավորված։ Այս պահին էլ չկա, միգուցե մոտենակ դեռ չեն կարգավորել։ Խնդիրը որն է, որ չկա։ Նախ Լարսն էր փակ եւ մեքենան պետքա հասնի, որ լիցքավորի լցակայանը դուք էլ կարողանաք օգտվել։ Բոլոր կետերում ունեք, թե մենակ Աբովյանն է։ Իրանում վերջին 20 օրվա ընթացքում լարված իրավիճակը եւս իր բացասական ազդեցությունն է թողել այդ երկրից հեղուկ վառելիքի Հայաստան ներմուծման առումով։ Իրանում արգելված է որոշ ապրանքների, այդ թվում վառելիքի ներմուծումը Հայաստան։ Սովորաբար ձմռան ամիսներին սկսում ենք Իրանից բերել, բայց հիմա խառը վիճակը այնտեղ դադարեցված է արտահանումները, մենք մնացել ենք Ռուսաստանից եկող դանդաղող մատակարարումների հյուսի։ Հեղուկ գազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներ էլ կան, որ շուկայում ապրանքի դեֆիցիտային իրավիճակից օգտվելով վառելիքի գինը անտրամաբանական բարձրացնում են։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով այստեղ անելիք չունի։ Դիքի չարաշահման դեպքեր կա, 100-ից 1-2-ը, որոնք ստեղ ունեն իրենց գազապայեստարանները, դառնում են այսպես գերիշխող դիք ունեցող։ Հայաստանում հեղուկ գազ պայեստավորման կարողություններ քիչ կան։ Այն ով որ ունի, օգտվելով առիթից սկսում է թանկացնել։ Գնաճով պայմանավորված վերահսկողությունը բավականին թույլ է։ Ինչի ոչ մեկ դեռևս պատասխանատվություն չի ենթարկվել, ինչու մրցակցության պաշտպանության համապատասխանատվություն չի արել։ Հեղուկ գազի թանկացման դեֆիցիտի հարցը կառավարությունում էլ քննարկեցին։ Գրեթե նույն պատճառաբանությունը՝ Լարսը փակ է, լոգիստիկ խնդիրներ կան։ Որն է լուծման տարբերակը։ Կառավարությունում հայտարարեցին, թե ապագայում ճանապարհների ապաշրջափակման դեպքում հնարավոր երկաթգծի շահագործման տարբերակը կլուծի հարցը։ Մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները իրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Դա բարձր ռեստորանություն ունեցող ապրանք է եւ շատ հաճախ օրինակ երկրները ցույց են տալիս իրենց տարածքով հեղուկ գազի երկաթուղային փոխադրումները։ Գործադիրի ղեկավարի մակարդակով վստահեցնում են, որ օրինակ 2026-ի դեկտեմբերին հեղուկ գազի վառելիքի շուկայում նույն իրավիճակը չի կրկնվի։ Առաջիկայում գազի գինը էլի կբարձրանա, տնտեսագետներն են կանխատեսում։ Ով պետք է չարաշահումների համար պատասխանատվություն կրի եւ վարչական պատասխանատվություն կկրեն շուկայում ստեղծված իրավիճակի առիթից օգտվողները։ Համենայն դեպս վարչարարություն կիրառող պետական մարմիններից կոշտ հայտարարություններ դեռ չկան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև ակցիայի մասնակիցները ցանկացել են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տվել։ Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել, քանի որ փորձել են երթ անցկացնել։ Ակցիայի մասնակիցները հավաստիացրել են, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով։ Բերման ենթարկվածների թվում է եղել ցույցի փաստացի լիդերը։ Ցուցարարները նստացույց են սկսել, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն եւ հատուկ միջոցներ։ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պատշաճ ապահովվել է։ Մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ երթը արտոնված չէր, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը։ Ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածով ենթարկվել է վարչական ձերբակալման։ Իրանի հետախուզության նախարարությունը հաջողությամբ չեզոքացրել է ահաբեկչական մի խմբավորում, որը վերջին անկարգությունների ժամանակ զոհեր պատճառելու նպատակով երկիր էր ներթափանցել արևմտյան սահմաններով եւ հանցավոր զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում։ Նախարարության տվյալներով այս ահաբեկչական խմբի անդամները հունվարի 8-ի երեկոյան զինված հարձակում են գործել Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա, կիրառելով մարտական զենք եւ արձակելով ավելի քան 850 կրակոց, նպատակ ունենալով գրավել բաժանմունքը ու տիրանալ դրա սպառազինությանը։ Արգրավվել են Թեհրան ուղարկվող 60,000 միավոր զենքը եւ լիկվիդացրել են Մոսադի կողմից պատրաստված ահաբեկչական բջիջը, որն օգտագործել էր վերջին անկարգությունները մահացու հարձակումներ գործելու համար։ Նշենք, որ արևմուտքում Իրանը սահմանակից է Իրաքին եւ Թուրքիային, իսկ հյուսիս-արևմուտքում Հայաստանին եւ Ադրբեջանին։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Բախվել են Արթիկ Երևան երթուղու գազելն ու գազ 69 կա 8 վիրավոր։ Ամենօրյա մթերքի գները կտրուկ աճել են, քաղաքացիների բեռն ավելացել։ Հայաստանում կուրության պատճառների կառուցվածքում գլաուկոման զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք։ Փաստաբան Արամ Վարդեվանյանը հայտնել է, որ վերացվել է նաև Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը։ Ավելի վաղ հակակոռուպցիոն դատարանը հայտնել էր, որ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով եւ նա տեղափոխվել է մեկուսարան։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանը պնդել է, թե բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գազել ու գազ 69 մակնիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է Ծաղկահովիտ բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Kia մակնիշի մեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է 1 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է Տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150,000 դրամ կաշառք, նա ձերբակալվել է։ Կյանքը Հայաստանում թանկացել է հազարապատիկ, արձանագրված գնաճը զգալի է դարձել ամենօրյա սպառման մթերքներում, թոշակառուների և նվազագույն եկամուտ ունեցող քաղաքացիները սովալուկ օրեր են անցկացնում։ Միսը, կատնամթերքը ու թռչնամիսը շատ քաղաքացիների համար դարձել են պարզապես երազանք։
Հայաստանում գնաճը առավել զգալի է դարձել ամենօրյա սպառման մթերքներում ու ծառայություններում։ Թանկացումները առաջին հերթին հարվածում են թոշակառուներին եւ նվազագույն եկամուտ ունեցող քաղաքացիներին, որոնց համար նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղը դարձել է դժվար հասանելի։ Ամենակենսական սպառողական զամբյուղի ապրանքների գներն աճել են։ 2025 թվականի օգոստոսին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հացի գինն աճել է 5.1%, թռչնամսի գինը 1.5%, տավարի միսը 2.5%, խոզի մսինը 13%, կարագի գինն աճել է 12.8%, բուսական յուղի գինը 16.8%, սուրճինը 13.5%, շաքարավազինը 7.5%, բանջարեղենի գինը 3.6%, մրգինը 11.6%։ Հայաստանում նվազագույն թոշակը 36,000 դրամ է։ 2025 թվականի առաջի կիսամյակում միջին կենսաթոշակը 49,000 դրամ է եղել։ Նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ։ Հիմա նվազագույն աշխատավարձը, ասենք թե էլի հավանական է, որ կբարձրանա ապագայում, եւ նվազագույն աշխատավարձը բարձրանում է, բայց քանի որ գնաճը հետը նույնպես լինում է, հաճախ տեղի ունենում այնպես, որ նվազագույն աշխատավարձը դեռ չբարձրացած, ինչպես ասում են, արդեն ցանկացումների պատճառով նվազագույն զամբյուղը նորից գալիս հավասարվում է կամ մի բան էլ ավել է լինում։ Այսինքն նվազագույն աշխատավարձը չի ապահովում նվազագույն զամբյուղի ծախսերի չափը։ Հայաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում պարենային զամբյուղը 44,150 դրամ է եղել։ Նվազագույն սպառողական զամբյուղը 81,600 դրամ։ Այս երկու զամբյուղները 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 6%։ Պարենային զամբյուղի մեջ ներառված են հացամթերքը, միսը, կատնամթերքը, միրգ, բանջարեղենը, իսկ սպառողական զամբյուղում բնակչության կենսական ծախսերն են՝ հագուստ, կոշիկ, ծառայություններ։ Մասնագետների խոսքով թոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների մեծ մասը չի կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները։ Թոշակները, նպաստները ցածր են, աշխատավարձները չեն ինդեքսավորվում համապատասխան գնաճի հետ եւ սրա արդյունքում շարունակաբար ունենում ենք բարձր աղքատություն։ Թվերը մտահոգիչ չեն, դրանց հիմքում իրար չհամապատասխանող ծախսերն են ու եկամուտները։ Անկանխիկ գործարքների ավելացումը դրական երևույթ է։ Միանշանակ միտումը եւ այդ ցանկությունը շատ լավն է, բայց ցանկալի կլիներ, որ այդ գործընթացները յուղական բնակավայրերում ենթակառուցվածքներ լինեին, բանկոմատներ լինեին, այդ անկանխիկ վճարման միջոցները լինեին, նոր կառավարությունը այդպիսի հարց առաջ քաշեր։ 2020 թվականից 2025 թվականների ընթացքում նվազագույն կենսաթոշակը բարձրացել է շուրջ 36%, սակայն նույն ժամանակահատվածում գրանցված գնաճը փաստացի չեզոքացրել է այդ աճի ազդեցությունը։ Այս տարվա հունվարից ներդրված քեշբեքի համակարգը եւս տնտեսագետների գնահատմամբ չի կարող համարվել արդյունավետ սոցիալական աջակցություն։ Մասնագետները համոզված են, առանց թոշակների եւ աշխատավարձների իրական ինդեքսավորման գնաճը շարունակելու է խորացնել սոցիալական անհավասարությունը, մեծացնելով աղքատության ռիսկը Հայաստանում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Գլակոման համարվում է կուրության առաջացման երկրորդ պատճառը կատարակտից հետո, որոնք են այս երկու հիվանդությունների նմանությունները ու տարբերությունները, ախտանշաններն ու բուժման տարբերակները Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Տեսողության գողը գլաուկոման Հայաստանում կուրության պատճառների թվում երկրորդն է կատարակտից հետո։ Հունվարը նշվում է որպես գլաուկոմայի իրազեկման ամիս, ընդգծելով այս հիվանդության նշանակությունը որպես ժամանակակից ակնաբուժության ամենանենգ եւ հանրային առողջապահական լուրջ մարտահրավերներից մեկը։ Հիվանդության առանձնահատուկ վտանգավորությունը ըստ մասնագետների պայմանավորված է նրա դանդաղ, անցավ եւ հաճախ անախտանիշ ընթացքով, որը կարող է զարգանալ տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում, մնալով հիվանդի ուշադրությունից դուրս մինչև տեսողության ծանր եւ անդառնալի խանգարումների ի հայտ գալը։ Հայաստանում կուրության պատճառների կառուցվածքում գլաուկոման զբաղեցնում է երկրորդ տեղը, կազմելով 17.1% եւ զիջելով միայն կատարակտին 43.9%։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնակի հիվանդացության տարածվածությունը 15 տարեկանից բարձր բնակչության շրջանում աճել է գրեթե 3.2 անգամ։ 2005 թվականին գրանցված 33.5 դեպքից 100,000 բնակչի հաշվով հասնելով 106.9-ի 2024 թվականին ընդհանուր հիվանդացության ցուցանիշը կազմել է 499.9 դեպք 100,000 բնակչի հաշվով, ինչը 3.5 անգամ գերազանցում է 2005 թվականի մակարդակը։
Տարիքը շարունակում է մնալ գլաուկոմայի զարգացման ամենառիսկային գործոններից մեկը։ Մինչև 40 տարեկանը հիվանդության տարածվածությունը մոտ 1.5% է, սակայն յուրաքանչյուր հաջորդ տասնամյակում այն աստիճանաբար աճում է, հասնելով 13.2%-ի 80 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Դա չի նշանակում, որ չի լինում նաև ավելի վաղ հասակում, որովհետև մենք ունենք նաև բնածին գլաուկոմա, վաղ մանկական հասակում հայտնաբերվող գլաուկոմաներ։ Տեսողությունը արդեն վատանում է գլաուկոմայի զարգացման վերջին էտապներում, քանի որ գլաուկոմայի ժամանակ տեսողության վատացումը տեղի ունենում տեսադաշտերի նեղացման հաշվին։ Մարդիկ կարող են օրինակ գանգատվել մուշուշոտ տեսողությունից, լույսի աղբյուրին նայելիս գույներով օղակների առկայությունից, նաև ցավերից, գլխացավերից։ 2023-ի տվյալներով գլաուկոմայով հիվանդների թիվը աշխարհում մոտ 70 միլիոնի է հասել, իսկ գիտական կանխատեսումները վկայում են, որ մինչև 2040 թվական այդ թիվը կարող է հասնել 112 միլիոնի։ Անդառնալի կուրության սեռային վերլուծությունը վկայում է, որ տղամարդկանց շրջանում գլաուկոմայի տարածվածությունը գերազանցում է կանանց ցուցանիշները ավելի քան 1.5 անգամ։ Ինքը համարվում է քրոնիկական պրոգրեսիվով, այսինքն մենք ինչքան փորձում ենք բուժել, նա չի դադարում զարգանալուց։ Մենք ուղղակի մեր բուժումներով նրա տեմպն ենք տանդաղեցնում, որպեսզի հնարավոր զարգացող կուրությունը մենք հետաձգենք։ Գլաուկոման չունի վերջնական բուժում, գլաուկոմայի բուժման նպատակը ունեցած, արդեն իսկ ունեցած տեսողության ինչքան հնարավոր է երկար պահպանումն է, եզակի դեպքերում նաև կանգնացնելու համար, բայց դա եզակի դեպքում նշանակում են կաթիլներ, երբեմն նաև լազերային բուժում եւ վիրահատական բուժումներ։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար եւ եթե հարազատների մոտ է հայտնաբերվել այն, ապա ըստ մասնագետի ցանկալի է, որ տվյալ անձը 40 տարեկանից հետո տարին 2 անգամ անցնի ակնաբուժական հետազոտություն։ Իդեպ առաջնային գլաուկոմայի, այսինքն ժառանգականի դեպքում բուժել քիչ է հավանական, իսկ երկրորդայինի դեպքում, երբ այն կապված է այլ ուղեկցող հիվանդության հետ, վերահսկողության դեպքում հնարավոր է ընդհուպ կանգնեցնել հիվանդությունը։ Մասնագետները հորդորում են ժամանակին պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու ու բուժելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ, գիտնական ճարտարապետության պատմաբան Մուրադ Հաստրատյանը։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրությունները ու հետազոտությունները մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գչավանքի, Վանքերի և Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազախեթոց տաճարի վերաբերյալ այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Եվս մեկ տխուր 55 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի Զարա Արամյանը։ Նա սրտի լուրջ խնդիրներ ուներ, 3 տեղափոխվել էր հիվանդանոց, վերակենդանացման բաժնում էր։ Այժմի համար այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։